Երեք կրկին վթարվել է ԶՊՄԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի ծածկադմփոց կարվի կանցնեն առաջ։ Այս նախադասությունը ես տարածել եմ իրավատեր կապանցիներ ՀԿ-ի կողմից հրապարակված 4 օր անընդմեջ, ուրեմն 2022 թվականի դեկտեմբերի սկզբին 1-2-3-ին էլի, այտենց տեսանյութեր էր հրապարակվում իրենց Facebook-յան էջում, դրանք ուղիղ եթերներ էին, որտեղ ակնհայտ երևում էր, որ այդ գետը աղտոտվում է։ Աղբյուրը նշում էին, որ դա եղել է վթար, ձևակերպել են որպես վթար։ Այս գրառումից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել ընդդեմ լրագրող բնապահպան Թեհմինե Ենոքյանի սրբարտություն համարվող տեղեկությունը հրապարակայնորեն հերքելու եւ 6 միլիոն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Դատական գործը սկսվել է 2023 թվականի հունվարի 4-ից։ Թեհմինե Ենոքյանի փոխանցմամբ ընկերությունը 2 անգամ փոխել է հայցի հիմքերը։ Երրորդ անգամ հայցի հիմքերը փոխելու ընկերության դիմումը մերժվել է դատարանի կողմից։ Գրառումս ընդամենը 3 տող էր կարելի ասել, մեծ բովանդակություն էլ չկար, իրանք չեն կարող շատ մեծ փոփոխությունների ենթարկեն իրենց հայցի հիմքերը, բայց ըստ իս, երբ որ հայցի հիմքերի փոփոխությունն է տեղի ունենում, արդեն երրորդ անգամ ցանկություն են արտահայտում հայցի հիմքերը փոխելու, դա նշանակում է, որ նախորդ գրած հայցի հիմքերը չեն բավարարում են մեղադրանքի համար կամ այն հայցապահանջը հիմնավորելու համար, որով որ իրենք դիմել են։ Այս գործով դատավոր Էդուարդ Ամալյանի լիազորությունները դադարեցվել են, դատական գործը փոխանցվել է մեկ այլ դատավորի Անուշավան Մուշեղյանին եւ դատական գործընթացը սկսվել է նորից։ Ապրիլի 29-ին Արաբկիր եւ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր վերոնշյալ քաղաքացիական դատական հայցի առաջին նիստը, որը հետաձգվեց կողմերի բացակայության պատճառով։ Նման գործընթացները միջազգային կառույցները որակում են որպես սլաբ ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության։ Նույն հանքարդյունաբերական ընկերությունը նախորդ տարի դատական հայցեր ներկայացրել նաև իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի դեմ։ Իրավապաշտպանի խոսքով Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում 30-ից ավելի նմանատիպ գործեր են եղել։ Սա իրականացվում է էկոակտիվիստներին լրացնելու նպատակով։ Հատկապես սա խեղդում եւ սպանում է տեղական ժողովրդավարությունը, իսկ էկոակտիվիզմը ինքը ընդհանրապես ժողովրդավարության ու հատկապես տեղական ժողովրդավարության հիմքերում է կանգնած։ Ի վերջո այն մարդիկ, այն քաղաքացիները, որոնք որ բարձրաձայնում են խնդիրների մասին, իրենք մասնագետ չեն, իրենք կարող է մի բան ավել ասեն, իրենք դրա իրավունք ունեն, որովհետեւ իրենք մասնագետ չեն։ Մենք իսկի ականատեսն ենք լինում, երբ որ մասնագետները գալիս են եւ ոչ մասնագիտական տերմինոլոգիա են օգտագործում հենց լսումների ժամանակ, այսինքն քաղաքացին կարող է արտահայտել ոչ մասնագիտական բառ կամ իր տեսակետ արտահայտել եւ ստացվում է, որ ինքը կարող է դրա համար հետապնդվել։ Նմանատիպ գործընթացը համարվում է բարոյահոգեբանական ճնշում էկոակտիվիստների նկատմամբ, այսինքն բնապահպանները մշտապես լարված են, ժամանակ են ծախսում դատական գործընթացների վրա եւ այլն, հավելում է իրավապաշտպանը։ Այսինքն ինքը անդադ լարված է լինում, ինքը դրա վրա ժամանակ է կորցնում եւ չի կարողանում բնապահպանական հարցերը բարձրացնել ժամանակին եւ տեղի։ Ինքը մտահոգություն ունի, օրինակ, հավանաբար որ կարող է էլի, հայցեր ստանալ եւ ամեն դեպքում, երբ որ խոսում է խնդիրների մասին, սպասում է, որ նորից հայցեր կգան եւ դա եւս բարոյահոգեբանական ճնշումներ է։ Այսինքն, այսպեսի ձևավորված պրակտիկա է եւ ամենաթարմ դեպքը, ես ասեմ, 3 Մեղրիում տեղի են ունենում Տերտերասարի ոսկու հանքավայրի, հետ կապված հանրային լսումներ եւ համայնքի բնակիչներից մեկը իր դժգոհություններ կամ մտահոգություններ արտահայտում, այսինքն դեմ էր արտահայտվում գործունեությանը, ասում էր, որ նախկինում եղել են այդպիսի դեպքեր, երբ որ վնաս են կրվել, շրջակա միջավայրին վնաս է հասցվել եւ հետո մասնակիցներից մեկը ասում էր, այ դու որ այդպես խոսում ես, քեզ կարող է ընկերությունը դատի տալ եւ պահանջել քեզ այնց հերքում, ասենց ասած։ Եվ դու ոնց որ այսպես ասած կարճ տակից կարող է դուրս չգաս, էլի, Հետո պարզեցինք, որ տվյալ մարդը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչ է։
Միջազգային կազմակերպությունները արդեն մի քանի անգամ իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում սլաբ գործընթացների տարածման վերաբերյալ եւ ի պաշտպանություն Հայաստանի բնապահպանների եւ էկոակտիվիստների հայտարարություններով են հանդես եկել։ Միջազգային կազմակերպությունները համարում են, որ նմանատիպ գործընթացները ժողովրդավարական երկրներին հարիր չեն։ Օրերս մեկ հայտարարություն էլ տարածվել էր երկրի ընկերների Եվրոպայում կազմակերպության կողմից։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ավելի քան 9 ամիս է անցել մեր առաջին հայտարարությունից, որով դատապարտում էինք Հայաստանում սլաբ դատավարությունների չարաշահումը։ Քաղաքացիական տարածքը շարունակում է մնալ սպառնալիքի տակ։ Երկրի ընկերների Եվրոպայում կազմակերպությունը համերաշխություն է հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։ Ժողովրդավարական երկիրը պարտավոր է պաշտպանել ակտիվիստներին, բնապահպաններին եւ մարդու իրավունքների պաշտպաններին քերականացումից եւ կեղծ մեղադրանքներից։ Հայաստանում պետք է կատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որպեսզի կասեցվեն նմանատիպ գործընթացները։ Հակառակ դեպքում կհասնենք նրան, որ էկոակտիվիստների դեմ քրեական գործեր կհարուցվեն, ընդգծեց Օլեգ Դուլգարյանը։ Այսինքն միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, այդ թվում օրինակ դիրեկտիվաներ ունեն ընդունած Եվրոպական միությունը եւ նաեւ Եվրոպայի խորհուրդը, նշում են, որ դա իրականացվում է, նրա համար, որպեսզի մարդիկ չխոսեն, լրեն, պրակտիկան այդպեսին է։ Իդեպ նաեւ միջազգային էքսպերտները նշում են, որ օրինակ 6 միլիոն դրամը, որը սահմանված է որպես փոխհատուցման միջոց, ինքը այնքան մեծ է, որ կարելի է համարել, որ սա արդեն քրեական գործ է, որովհետեւ մարդու համար սա մեծ պատիժ է 6 միլիոն դրամ փոխհատուցելը։ Ինչևէ, լրագրող բնապահպան Թեհմինե Ենոքյանը չի պատրաստվում հետքել գրառումը։ Ասում է, սկզբնաղբյուրից, որի հրապարակումների հիման վրա է գրառում կատարել, պատճեններ ունի։ Բացի այդ, նրանք եւս չեն հերքում իրենց հրապարակումները։ Իրանք մտածում են, որ ես պետքա հերքում տամ, Facebook-ում ներողություն խնդրեմ եւ իրենց հայցից կհրաժարվեն։ Ես ոչ մի բան չեմ հերքել, ոչ էլ ներողություն եմ խնդրել որևէ բանի համար։ Ես համարել եմ, որ ես սկզբնաղբյուր չեմ, եթե սկզբնաղբյուրին դատի չեն տվել ու սկզբնաղբյուրը ընդհանրապես չի հերքում եղած եղելությունը, ընդհակառակը ուրեմն զանգերի միջոցով էլ իրենց հետ երբ որ զրուցում ենք, իրենք հաստատում են, որ այո, այդպիսի բան եղել է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դատական հայցն ընդդեմ լրագրող բնապահպան Թեհմինե Ենոքյանի դատական գործընթացի ծայրը չի երևում։ Արաբկիր եւ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական հայցի հաջորդ նիստը նշանակված է հունիսի 24-ին։ Քաղաքացու ձայնը Երևանից։